Երբևէ մտածել ես, թե ինչպես են հին ժամանակներում մարդիկ ապրել գյուղում, ինչով են զբաղվել, ինչպես են հողը մշակել և այլ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Աստվածաշնչում շատ պատմություններ և առակներ կան, որոնց մեջ նշվում են գյուղատնտեսության կամ հողագործության մասին։ Սակայն որպեսզի ավելի լավ հասկանաս, թե խոսքն ինչի մասին է, քեզ համար փոքրիկ նյութ եմ պատրաստել։ Վստահ եմ շատ հետաքրքիր և նոր բաներ կսովորես։ Եվ այսպես, հին կտակարանի ժամանակաշրջանի գյուղն ընդամենը անպարիսպ գյուղատնտեսական բնակավայր էր։ Գյուղերը կառուցվում էին գետի կամ ջրհորի մոտակայքում, որոնք ամբողջ տարին գյուղն ապահովում էին ջրով։ Երբ մարդիկ որոշ կենդանիների ընտելացրեցին և սկսեցին բերք աճեցնել, նախընտրեցին մնալ մի տեղում, քան թե անընդհատ տեղափոխվել։ Երիքովի բնակիչները հողագործությամբ էին զբաղվում օգտագործելով բրիչներ, կացիններ, փորիչներ։ Այդ ժամանակահատվածում կային միայն գյուղեր, քաղաքներ չկային։ Քաղաքներ հիմնելու հնարավորություն եղավ Գութանի բրոնզե խոփի հայտնագործությամբ, երբ աճեց սննդի արտադրությունը։ Քաղաքները Երևան եկան որպես նստակյաց և քոչվոր ժողովուրդների միջև ջրի պաշարների տիրանալու համար պայքարի միջոց։ Հետևաբար, քաղաքները սկսեցին կառուցվել որպես քաղաքակրթության պաշտպանված կենտրոններ։ Խաղաղ ժամանակներում մարդիկ գյուղում էին ապրում, սակայն հարձակումների սպառնալիքի դեպքում նրանք հավաքվում էին քաղաքում, որտեղ ավելի ապահով էր։ Դաշտերում աշխատելու նպատակով բնակչությունն ամռան ամիսներին ևս հեռանում էր քաղաքից և հաստատվում գյուղում։ Հին կտակարանի վաղ ժամանակաշրջանում համարյա յուրաքանչյուր գյուղացի հողագործ էր, որը զբաղվում էր կեցության համար անհրաժեշտ ամեն ինչ աճեցնելով։ Նրանք պահում էին ոչխար, այծ, կով, որոնց շնորհիվ սննդամթերք, ինչպես նաև հողի համար պարտանյութ էին ստանում։ Տարվա աշխատանքները որոշվում էին տարվա եղանակների փոփոխության համաձայն։ Խոնավ եղանակին հոկտեմբերից ապրիլ հերկում էին ու ցանում, տափանում ու քախանում, հետո սկսում էր հունձը, սկզբում վուշի, ապա գարու, իսկ հետո ցորենի։ Որդատունների վրա տարվող աշխատանքները սկսվում էր գարնանը, էտելու հետ միասին։ Կախ ընկած ճյուղերի տակ պետք էր հենակներ դնել։ Կանայք ամեն օր հաց էին թխում։ Սկզբում հացահատիկը կոպիտ ալյուրի էին վերածում, ապա այն խառնում էին աղի ու ջրի հետ, որպեսզի խմոր ստանան։ Երբեմն խմորի այդ զանգվածին էին խառնում նախորդ օրը հունցած խմորի մի կտոր և մինչև թխելը թողնում, որ թթվի։ Ամենօրյա մեկ այլ կարևոր գործ էր աղբյուրից կամ ջրհորից ջուր բերելը։ Միայն մի քանի տներ ունեին իրենց սեփական ջրհորը կամ ջրապահպանման ստորգետնյա պահեստարանը։ Կանայք ջուրը տուն էին տանում ծանր սափորներով, գլխին կամ ուսին դրած։ Արևածագից մինչև արևմուտք միշտ էլ անելու շատ բաներ լինում։ Կաթից պետք էր մածուն կամ պանիր պատրաստել, բուրդը մանել ու գործել։ Կանայք դաշտի աշխատանքներն ամբողջությամբ տղամարդկանց ուսերին չէին թողնում։ Բոլորն էլ մասնակցում էին բերքահավաքին և խաղողն ու ձիթապտուղը ճզմելու աշխատանքներին։ Աշխատանքային օրն ավարտվում էր արևմուտին, և ամբողջ ընտանիքը հավաքվում էր օրվա հիմնական կերակուրը ճաշակելու։